Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Երեկ կառավարությունը հրապարակեց Արցախի հարցի բանակցային գործընթացին առնչվող մի քանի առանցքային փաստաթղթեր եւ բավական հետաքրքիր պատկեր իրականում բացահայտվեց։ Մեր վերջին 30 տարվա քաղաքական պատմության ընթացքում շատ բան ենք տեսել ու լսել, սակայն թերևս ամենազավեշտալի պարադոքսն այն է, որ իրենց հաղթող հռչակած մեր երկրի նախկին ղեկավարները զբաղված են եղել ոչ թե սեփական պետական օրակարգի պաշտպանությամբ, այլ հակառակորդ կողմի պահանջների քննարկմամբ։ Պատերազմի ավարտից հետո իր շուրջը հաղթական կերպար ձևավորած նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի Ալիևի հետ նստել է բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել է Հայաստանի տարածքային փոփոխությունների հնարավորությունը եւ Մեղրին հայաթափելու հարցը։ Այստեղ թերևս երկրորդական է, թե դա ինչպես է ներկայացվել եւ ինչ ձևակերպումներով են ընթացել բանակցությունները։ Էականն այն է, որ իրեն հաղթող հռչակած նախագահը զբաղված է եղել ոչ թե Հայաստանի պետական օրակարգով, այլ Բաքվի կամ այլ երկրների պահանջները առանձնացնելու եւ վերամշակելու գործընթացով։ Եվ այդ նույն մարդը հետագայում եւ մինչեւ այսօր էլ հանրության առաջ հանդես է գալիս որպես Հայաստանի ինքնիշխանության պահպանման գլխավոր երաշխավոր։ Մյուս, այսպես ասած, հերոս նախագահը, որը նույնպես փորձում է իր անձի շուրջ ձևավորել հաղթողի կերպար, իր եւ իր նախորդի անհեռատես քաղաքականության հետևանքով այնպիսի վտանգավոր շրջափակման մեջ էր դրել երկիրը, որ արդեն 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ անց աղերսել է Ռուսաստանի Դաշնության նախագահին Ադրբեջանի ճնշումները Հայաստանի վրա թուլացնելու համար։ Իդեպ Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցները հաճախ են հպարտորեն հիշում, թե իբր Ալիևը մի առիթով իր նեղ շրջապատին ասել է, որ իրեն բանակցային կուլիսներում ստիպում են, որպեսզի ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Փաստացի իրականում պարզվում է, որ Սերժ Սարգսյանն է կուլիսներում ուրիշներին աղերսել, որպեսզի զսպեն Ալիևի ախորժակը։ Այսինքն հրապարակային հաղթող հռետորաբանության ներքո թաքնված է եղել խորը անկարողություն եւ վախի զգացում։ Եվ այս մարդիկ նրանք են, որոնք այսօր տարբեր մեդիա հարթակներում ինքնավստահ հայտարարում են, թե իբր Ալիևները վախեցել են իրենցից։ Իրականում, եթե որևէ բան վախեցնող եղել է, ապա դա միայն նրանց անկարողությունն էր պետական շահը պաշտպանելու եւ ժողովրդի առջեւ ազնիվ լինելու հարցում։ Իրականում նախկին նախագահների կառավարման տարիները ոչ թե հաղթանակի ու պատվի էջեր են եղել, այլ անհեռատես ու անհետևողական քաղաքականության ու փակուղային վարքագծի, որի հետևանքը չափազանց աղետալի եղավ Հայաստանի եւ Արցախի համար։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։